Իշխանության որոշ ներկայացուցիչներ օրերս սկսել են խոսել պետական պարտքի բեռի մասին, փորձելով արդարացնել իրենց կողմից վերջին տարիներին կուտակված միլիարդավոր դոլարների պարտքը։ Մասնավորապես ինչ են ասում, ասում են մի նայեք պարտքը ինչքան մեծ է, նայեք թե այդ պարտքը համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է կազմում, այդ համարելով պարտքի բեռի ցուցանիշ էլի։ Եվ համեմատում են 2017 թվականի հետ ու հայտարարում են, ասում են տեսեք պետական պարտքը 2017 թվականին ՀՆԱ-ի հետ համեմատ 59% էր, իսկ 2025 թվականին 49%, և հետևաբար մեր վիճակը շատ ավելի լավ է հիմա, քան առաջ էր։ Արդյոք սա է ամբողջական պատկերը, արդյոք սա է ճշմարտությունը, և արդյոք այս մեկ ցուցանիշի վրա կարելի է չափել պետական պարտքի բեռ կոչվածը և հայտարարել, որ պետական պարտքի բեռը նվազել է։ Նախ ասեմ, որ պարտքի բեռի չափման ցուցանիշը իրենց բերած ճշմարիտ է, բայց նաև ասեմ, որ սա միակը չէ, և կան այլ կարևոր ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ է դիտարկել, որպեսզի հասկանանք պարտքի բեռը իրականում մեծացել է, թե բայց այդ ցուցանիշների մասին նրանք չեն բարձրաձայնի, ինչու՞, որովհետև երբ դիտարկում ենք այդ ցուցանիշները, մենք տեսնում ենք, որ իրականում պարտքի բեռը մեծացել է։ Որոնք են այդ ցուցանիշները։ Ես մի քանիսը հաշվարկել եմ, հիմա համակարգչից կկարդամ ձեր համար, բայց դրանք առայժմ հրապարակված չեն, կարծում եմ հետո իրենք էլ կհրապարակեն և կարող եք արդեն այլ աղբյուրներից էլ տեսնել։ Ուրեմն այդ ցուցանիշներից գլխավորներից է պետական պարտքի գծով տոկոսավճարները, քանի տոկոսն են կազմում հարկային եկամուտների, և այդ ցուցանիշը երբ նայում ենք, էլի համեմատեմ իրենց պես 17 թիվ, 25 թիվ, 17 թվին այդ ցուցանիշը 10,5% էր, այսինքն 10,5%, և 25 թվականին 12,8%, 12,8%, ինչ է նշանակում, որ պարտքի գծով տոկոսավճարները, որ վճարում ենք համեմատած եկամուտների, նույնիսկ եկամուտները շատ աճել են, Փաշինյանը գլուխ էր գովում 2 անգամ և ավել աճել են, որ այդպես է, մենք տեսնում ենք, որ որպես տոկոսավճարներ, պարտքի սպասարկման գծով այդ տոկոսավճարները, նույնիսկ այդ պարագայում աճել են։ Մյուս ցուցանիշը, որ կարևոր է, պարտքի սպասարկման գծով ցուցանիշ, այսինքն տոկոսավճարներ և մայր-գումարի մարումներ, համեմատած եկամուտների հետ այդ հարկային, և պես ցուցանիշն ենք դիտարկում, մենք խայտառակ պատկերը ամբողջովին տեսնում ենք։ Օրինակ նույն 2017 թվականին այս ցուցանիշը կազմում էր 26,8%, շուրջ 27% վերցնենք, մեծացնենք, 2017 թվականին։ Ուշադրություն, 2025 թվականին այս ցուցանիշը կազմում է 37,3%։ Ինչ է ստացվում, այսինքն այդ հարկային եկամուտները, որ հավաքում են, դրա ավելի քան 1/3-ը, այսինքն բաժանած 3 մասի վերցրած մի մասը, ովքեր ամբողջներից դժվար են ընկալման մասով, այդ 1/3-ը մարդիկ պարտքի գծով սպասարկում են անում, այսինքն կամ տոկոս են վճարում, կամ մարում են անում, հետո համարում են պարտքի բեռը նվազել, էս է պարտքի բեռի նվազել, 17 թվականից մինչև հիմա 26-ից 27-ից դառել է 37%-ից ավել այս ցուցանիշը։ Պարտքի բեռի մասին այլ կարևոր ցուցանիշներ էլ կան։ Օրինակ, մեր պարտքի մոտ կեսը արտաքին պարտք է, այսինքն արտարժույթով, հետևաբար այդ պարտքի ցուցանիշը նաև պետք է համեմատվի արտահանման ծավալների հետ։ Ես դա չեմ արել, բայց դա էլ որ անեն տնտեսագետները, կտեսնեն, որ լավ բան չի երևում այդտեղ։ Մյուս մասը, որ պետք է դիտարկել պարտքի մասով, մեր ներքին պարտքը, քանի որ վերջին տարիներին մեծացել է, մի կողմից մարդիկ ասում են, ինչը այդպես է, որ ռիսկերը փոքր-ինչ նվազել են, քանի որ պարտքը արտարժույթով քչացել է, դրամով շատացել, այդ զամբյուղի մեջ հարաբերակցությունը դրանց։ Բայց մյուս կողմից էլ, տեսեք ինչ է եղել, երբ որ պետությունը գանձապետական պարտատոմսերի միջոցով գնացել է տնտեսությունից սկսել է ավելի շատ փող բերել այդ պարտատոմսերը ծախելով, դարձել է մրցակից մասնավոր բանկերի հետ,
Եվ արդյունքում ինչ է ստացվել դրա հետևանքով ավելի ճիշտ, ստացվել է, որ տոկոսադրույքները, տոկոսավճարները, այսինքն փողի գինը աճել է շուկայում։ Այդ ցուցանիշներն էլ որ նայեն մարդիկ կտեսնեն, որ 17 թվականի համեմատ դա արդեն պրոգրեսը պետք է նայել, ոչ թե կետերով համեմատել։ Կտեսնեն, որ դա էլ է աճել, այսինքն այդ բեռը, այդ պարտքը դրամով շատացնելու դրվել է տնտեսավարողի վրա, փողը ավելի թանկ դարձնելով։ Հիմա պարտքի բեռը նվազել է, թե շատացել է, հենց այդ ցուցանիշը նայեք։ Եվ այսպես, երբ մենք դիտարկենք մի քանի ցուցանիշներ պարտքի մասով, ոչ միայն համախառն ներքին արդյունքի հետ հարաբերությամբ, մենք կտեսնենք եւ կեզրակացնենք, որ պարտքի բեռը իրականում չի նվազել։ Բայց արդարության համար մի ձեզ կարևոր ցուցանիշ էլ ասեմ, քանի որ սա կարևոր ցուցանիշը, չնայած որ իշխանության օգտին է խոսում, նրանք էլ սրա մասին շուտով կթմբկահարեն, ես ասեմ այս ցուցանիշի մասին, որը հավաքագրված հարկային մուտքերն են համեմատած համախառն ներքին արդյունքի հետ։ Այսինքն օրինակ 2017 թվականին այս ցուցանիշը կազմել է մեր մոտ 20.8%, 20.8%, 21-ից քիչ։ Բայց 2025 թվականին առաջին անգամ դարձել է 24%-ից ավել, 24.1%։ Սա իրականում կարևոր ցուցանիշ է, եւ սրա աճը նշանակում է, որ մի քանի բան կարող է նշանակել, դրանցից մեկը, օրինակ, ստվերային տնտեսության կրճատում կարող է նշանակել։ Դե իհարկե նաև կարող է նշանակել հարկային բեռի մեծացում, բայց դա դժվար է չափել, հիմա սա հարկային բեռի մեծացման հետևանքով է աճել, թե օրինակ հարկային մարմինների լավ աշխատանքի, որի հետևանքով ստվերը կրճատվել է։ Ես չեմ ասի, որ քաղաքացիները ավելի են վստահում իշխանությանը, դրա համար ավելի շատ եկամուտներ են ցույց տալիս ստվերից ինքնուրույն են հանել, ոչ, դա այդպես չի։ Եվ հետևաբար, տեսեք ինչ է ստացվում, երկար չխոսեմ, այս թեմաները երկար են։ Ստացվում է, որ որոշ ցուցանիշների առումով իրականում բարելավում կա, երբ պետական ֆինանսները դիտարկում ենք։ Բայց պետական պարտքի առումով այդ դինամիկան բացասական է։ Այսինքն պարտքի բեռը իրականում աճում է։ Բայց սա ամենակարևորը չէ։ Ինչու սա ամենակարևորը չէ։ Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը կենտրոնանա պետական պարտքի վրա եւ ասի Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա, քանի որ պետական պարտքը շատացրել է կրկնակի անգամ։ 14 միլիարդ 600 միլիոն է արդեն դարձել պարտքը պետական։ Ես չեմ ուզի, որ ժողովուրդը կենտրոնանան ասֆալտի, մյուսի վրա եւ ասեն այս սրա համար պետք է Փաշինյանը հեռանա։ Ոչ, Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա, որովհետեւ նա ուրացել է հայկական Հայաստանի հայ ժողովրդի զրկանքները, պայքարը, հանձնել է Արցախը, պատրաստվում է նոր տարածքներ զիջել թշնամուն, պատրաստվում է Ալիևի հրահանգով եւ ցուցումով փոխել սահմանադրության կետեր, որը մեր ազգային արժանապատվության, մեր պետականության նսեմացում է եւ պատրաստվում է շարունակաբար զիջել հայկական շահեր եւ չի սպասարկում հայկական շահեր։ Այս սրա համար պետք է Փաշինյանին հեռացնել, այլ ոչ թե նրա համար, որ պետական պարտք է շատացրել, լավ ասֆալտ չի արել, չգիտեմ, սա չի արել, նա չի արել, այդ ամեն ինչ ինչքան կարևոր են, բայց ավելի կարևոր է նա, որ մարդը 5000-ից ավել մարդու իր անպատասխանատվության, իր քաղաքականության հետևանքով տարավ այդ մարդկանց գլուխը կերավ, կներեք այս բառով, որ այսպես եմ ասում, հետևից էլ Արցախը զիջեց ճանաչելով Ադրբեջանի մաս։ Եվ հիմա էլ մենք դրած պարտքու եւ մյուս ենք քննարկում։ Ես լինելով պետական ֆինանսների մասնագետ, ես ինքս չեմ ուզում այս դիսկուսի մեջ մտնեմ, բայց նաեւ չեմ ուզում, որ մարդիկ խաբված լինեն։ Եվ ստիպված հնչեցնում եմ այս թվերը, բայց ես ուզում եմ, որ դուք չշեղվեք, հայ ժողովուրդ, իրական եւ կարևոր օրակարգից։ Իրական եւ կարևոր օրակարգը մեր ազգային շահերն են, ոչ թե պարտքի մեծությունը, ասֆալտն ու մյուսը։ Լավ եղեք։